Ասա դուխիկ։ Կոհակով լավ տարազից կասյում չիկ ես տեսել։ Ինչա թանգարանում այսօր զեղչերը, հա։ Հարշ չկա ցավը տանեմ, ես փողը կտամ կառնես։ Հա։ Հանգստացի մի հատ։ Այդ տրեխներն է թոմնա մյուս ամիս կառնես։ Բարև հայրիկ ջան, գնալու ենք օդանավակայան, բագաժնիկդ կբացես։ Կբացեմ չինարներ ջան, առաքել բիձո բագաժնիկը միշտ բացած էր առաջ։ Եվ ուր եմ պատրաստվում գնալ մեր նայիրյան դալար բարդիները։ Հանգստանալու, արձակուրդ ենք վերցրել, որոշել ենք միասին անցկացնենք։ Շատ ճիշտ բան եք արել, երեխեք ջան։ Արձակուրդը քավորի տան նման բան է։ Տարին մի անգամ գոնե պիտի գնաս։ Որտեղ եք որոշել անցկացնենք ձեր այդ արձակուրդը։ Անտալիամ։ Անտալիա։ Էդ ինչ երկիր է, առաջի անգամ եմ լսում։ Անտալիան երկիր չի, ծովափնյա քաղաք է, գտնվում է Թուրքիայում։ Ինչ ասի։ Ինչ որ լսեցիք, գնում ենք Թուրքիա հանգստանալու։ Այ բալա։ Ինչ է նշանակում հայը գնա իրա թշնամու հողի վրա հանգստանա։ Այդ նույնն է ոնց ասեմ, Եվրեին ու արաբը իրար քավորսանի կլներ, կամ իրաքսին ու ամերիկացին իրար հետ գնան ձուկ բռնելու տեսբան հնարավոր չի, այ բալա։ Շատ էլ հնարավոր է հայրիկ ջան, Անտալիայում ընտիր 5 աստղանի հյուրանոցներ կան, ծովը շատ լավն է, ուտելիքը շատ համով է, ու ամենակարևորը, Թուրքիայի արևը շատ լավն է, իսկական զագար ընդունելու արևը։ Այ, ես ձեր Արգելի ուղևորներ, խնդրում ենք գցել ամրագոտիները, գազ 24 մագնիշի ավտոմեքենան պատրաստվում է թռիչքի։ Ես ձեր տիրունան, ես ձեր տիրունան, երեխեք ջան, ես Անտալիաշեն գյուղն է, ես էլ իմ ընկեր Ղարիբն է, ես Ղարիբի 5 աստղանի տունն է, թե կուզեք լողանակ, խնդրեմ, ասեին է, ձեզ պես քեշի, թե կուզեք հաց ուտեք, Ղարիբի կնիկը այսպես հաց է տալի, իսկ թե կուզեք զագար ըլնեք, էդ էլ խնդիր չի, Ղարիբ ջան, երեխեքին օրը 2 անգամ կախում ես թոնիրը, դե տար երեխեքին տեղավորի, տար ախպեր չեմ տար։